Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերելու համար։ 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Վեհարանից ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու իր մտադրության մասին եւ բավականին բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու առանձին հոգեվորականների նկատմամբ եւ չնայած դրան Գարեգին II-ը դիմադրում է։ Ինչպես է հանգուցալուծվելու Նիկոլ Փաշինյանի կամ պետություն եկեղեցի հարաբերություններում այս ճգնաժամը։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը իհարկե Կաթողիկոսի ինստիտուտի կառավարելիությունն է եւ եկեղեցու կառավարելիությունը։ Իսկ այդ կառավարության տակ կա նաեւ վեհի անձը, այսինքն ամեն մարդ չի որ կառավարվող է։ Կոնկրետ վարչապետի իր արչեւ խնդիրներ դրել մինչեւ հունվարի 1-ը, այսպես գրպանային կաթողիկոս ունենալու։ Դա միայն իր օրակարգ չի, դա նաեւ իրան ներկայացված օրակարգ է եւ իրան խորհրդված օրակարգը իդեպ նոր չէ, դեռ 2017 թվականին, երբ որ կար որոշակի պրոցեսների պլանավորում 18-ի հեղափոխություն կոչվող ներկայացումից հետո վեհապարի փոփոխությունը այդտեղ առաջնահերթեր այն ժամանակ էլ փորձեցին։ Ինքը փորձելու է ամեն ճանապարհով գնալ դրան, բայց երկու գործոն ու հանգամանք էականորեն խանգարելու է։ Առաջինը այնուամենայնիվ հասարակությունը այդ հարցի հետ այսպես չի կարող ընկալելի լինի այդ թեզը եւ այդ գաղափարը հասարակական լայն շրջանակների համար, այդ թվում նաեւ այն մարդկանց համար, ովքեր пассիվ են։ Վերջին այդ տեստը 10 կոտրված նախկին հոգեվորականների դա այսպես ռազմետ կբոյեմ վիճակ էր, որպեսզի հասկանար թե դիմադրությունը ինչպիսին է լինելու, ասեմ ավելին շատ մարդիկ հասկացան, որ դա տեստ էր եւ մի շարք մարդիկ էջմեսնում չէին, բայց երբ որ օրակարգային դառնա արդեն ուղիղ process-ը, վստահեցնում եմ ձեզ, մարդկանց թիվը հավատացյալ հանրույթի մասին եմ ես խոսում, կեռապատկվի ամենակիչը։ Դա գնահատում են նաև ուժայինները, այդ զեկուցագրերը իր սեղանին դրվում են տրամադրությունների մասով, դրա համար ինքը նաև դիստանցավորվեց, սկսեց հոգեվորականները այդ նախկին հոգեվորականներին առաջ տանել, ինքը որոշակիորեն արդեն աջակցում է process-ին։ Այսինքն պատասխանատվության, այսպես ասած, դնել է մեկ այլ շրջանակի ուսերի վրա, եւ մյուս գործոնը, որ ազդելու է, դա արտաքին գործոնն է։ Այստեղ են միանշանակ իրավիճակը, կա շրջանակ կապված արևմուտքի հետ, այսինքն արևմուտք բառնելը հիմա փոխվել բավական դժվար է, երկար կլինի որ այս մեկնաբանը, եւ կա ոչ արևմտյան շրջանակ, որը մեղմ ասած արժեքային առումով էլ դեմ է այս ամեն ինչին, ինչ որ Հայաստանում տեղի ունենում եւ այդ ազդակները իհարկե ակնհայտ եւ բացահայտ մենք տեսանք քայլերի տեսքով եւ այլն։ Փորձելու է, բայց էլեկտորալ առումով դա իր համար վտանգավոր է, եթե չկարողացավ մինչև ընտրությունները փորձելու միջանկյալ ինչ-որ կոնսենսուսի գնալ։ Ասեմ ձեզ ԱԱԾ-ի մակարդակով փորձելու են էլի տենց հիմար գործեր, ինչ-որ թղթիկներ տպել fake թեմաներով եւ այլն, դա բացի թղթիկի փաստից դա մասնագիտական անորոգության մասին է նաեւ խոսքը։ Ես նա անգամ այսպես հոգոխորքում կարծում եմ, որ հենց այդ փաստը ուղղակի ԱԱԾ-ի հետ կապ չի ունեցել, ուղղակի նստել են խմբագրությունում հին ինչ-որ մոդել են վերցել, ինչ-որ թղթիկի փորձել են այդպես հանրային շրջանակներում հեղինակազրկել կաթողիկոսի եղբորը, ինչեւ այս process-ը իր համար կարեւոր է ու process-ը չի դադարել։ Կախված ընտրությունների արդյունքից ինչ ընտրությունները, եթե 26 ընտրությունները շահեկան եղան իրան, ինքը որևէ կարմիր գիծ ու խնդիր չի ունենալու վեհապարին այդ ու նաեւ թևերը ոլորելով վեհարանից դուրս հանելու մասով։ Միջև անգամ կալանավորելու։ Ոչ մի խնդիր չկա այդ մասով իր մոտ, որտեղ ինքը ոչ մի կարմիր գիծ չունի։ Հիմա գանք այդ ընտրություններին, խորհրդարանական ընտրություններ են լինելու 2026 թվականի ամռանը։ Դուք ինչ սցենարներ եք կանխատեսում Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը ինչպես եք գնահատում եւ միևնույն ժամանակ ընդդիմության իշխանափոխության հասնելու հնարավորությունը ինչպես եք գնահատում։ Նախ Հայաստանում ունի ցածրագույն ռեյտինգը, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Այն մարդիկ, ովքեր դեմ են իրեն, անհրաժեշտ չափով կողմ չեն մյուսներին։ Այսինքն, եթե այդ շրջանակը մեխանիկորեն, թվաբանական, այսպես մեխանիկական իմաստով տեղափոխվել ընդդիմության դաշտ ու քվեները տար ընդդիմությանը, ինքը 10% շանս չուներ։ Բայց իրավիճակը այլ է։ Ունի լրջագույն աջակցություն
Եվրամիության երկրների կողմից, եւ Հայաստանում հավատարման գրված դեսպաններից վերջինը օրինակ 3 չի առաջ օրը կարծեմ Բրիտանիայի դեսպանը հայտարարեց, որ մենք աջակցելու ենք 26-ի ընտրություններին իշխանությունների, իսկ խոսում են ինչ-որ թեզերի մասին, արտաքին ինչ-որ ճնշումներ եւ այլն, ինչ իրանք ներսից են ճնշում իրականություն։ Դեսպանը իրավունք չունի այդպիսի հայտարարություն, դա ինքնիշխանության կոպտագույն խախտում է, դրա համար սովորաբար դեսպանին կանչման արտգործնախարարություն նոտա են տալիս։ Եթե դա շարունակվում է, դեսպանի մակարդակը իջեցնում են ավելի ցածր մակարդակի եւ այսպես խորհրդակցությունների են գնում, դա նշանակում է դեսպանի ինստիտուտի եւ քաղաքականության մերժում։ Մեր պարագայում իրավիճակը լիովին այլ է, Եվրամիության հանձնակատարը արտաքին քաղաքական գծով կալասը բացահայտ ասած 26-ի ընտրությունները դա մեր ընտրություններն է Հայաստանի մասը ու մենք ամեն ձև աջակցելու ենք իշխանությունից։ Իսկ մենք խոսում ենք արդեն գիտեք այս տեքստից հետո պետություն բառը ֆեյք է դառնում։ Պրոստը մենք աջակցելու ենք գործող վարչապետին, որպեսզի նա ամեն գնով վերընտրվի։ Ակնհայտ է, որ սպառնալիքների ընկալում կա իրենց մոտ, դա հիմնականում կապված է մեր ձևով շարժման հանրային լեգիտիմության հետ եւ կախված է նաեւ հանրային ատելության մթնոլորտի հետ կապված գործող իշխանությունների մասով, հա։ Ասել, որ իրենք ռեյտինգ չունեն, իհարկե ունեն, բայց այդ ռեյտինգը լեգիտիմ ռեյտինգ չի։ Սոցիալական ցածր շերտերում ատելության քարոզարշավը այնուամենայնիվ իր տեղն ու դերը ունենում է մարդկանց դիսկրոշնան մեջ, այսինքն նայեք ոնց մարդիկ դեմ են սրանց, բայց չեն աջակցում մյուսներին, հետեւաբար ընտրության մեջ հաճախ են մարդիկ, որ սովորաբար ասում են քաղաքականությամբ չեն զբաղվում, լուռ ու մուշ գնալու են ընտրեն գործող վարչապետին, որովհետև ընդդիմության առանձին ներկայացուցիչների շուրջ քարոզչական այդ սև PR-ը, այդ ինտենսիվ ատելության քարոզը եւ այլն, մարդկանց վրա այնուամենայնիվ ազդում են։ Ու հիմնականում գիտեք ամենախնդիրը որ նոր ֆանտաստիկ սուտ լուրեր, այսինքն նոր ինչ-որ կերպարներ են դաշտ գալիս, YouTube-յան էջեր են բացում ու այդ կերպարների ցնդաբանությունների ձգտող թեզերը, քարոզչական թեզերը, սոցիալական ինչ-որ զանգվածների մոտ նստում է այնուամենայնիվ։ Այդ առումով ինքը ուժեղ է։ Բայց դրանք բարդ ընտրություններ են լինելու։ Ես կարծում եմ դրանք ոչ թե բարդ ընտրություններ են լինելու, դա կարծում եմ Հայաստանի 91 թվականի անկախության հանրաքվեից հետո, որը ենթադրելի անցողիկ թեմա էր կարևորության առումով։ Դա Հայաստանի պատմության մեջ երևի երկրորդ ամենակարևոր ընտրություններն են լինելու, որովհետև եթե ինքը վերընտրվեց Հայաստանի Հանրապետություն ձևակերպումը պետք է վերապահումով օգտագործել։ Ինքը ռեգիոնալ շահերի սպասարկու է դարձել, արդեն դարձել է, էլի, ասենք այնպես չի որ նոր է, ու հիմա ինքը պատրաստ է ամեն ինչի, ոչ մի կարմիր գիծ չունի այդ մարդ, անգամ իր երեխեքի մասով, իր ընտանիքի մասով որևէ կարմիր գիծ չունի։ 26 ընտրություններում այս պահի դրությամբ գոնե է, այսպես շատ մասնագիտական, բայց այնուամենայնիվ մակերեսային գնահատմամբ ընդդիմությունը երկրորդ տեղում է, որովհետև ինքը գնում է մարդկանց, բիզնեսներ, միջին օղակ եւ այլն, փորձում են նաեւ գյուղերում դպրոց է սարքում, հələ շատ լավ բան է, բայց գյուղում 30 աշակերտ չկա, 200 հոգանոց դպրոց են սարքում։ Մյուս տեղերում հակառակը դպրոցները փակում են, երեխեքը 10 կիլոմետր պիտի գնան։ Իսկն շատ հակասական է իրավիճակը, բայց վարչական համակարգով ուժայիններով ինքը փորձելու է ամեն ինչ առաջ տանի ու հենց Եվրամիության աջակցությունը լինելու է դրանում, որ ձայն չեն հանելու։ Որտեւ հիմա քաղաքական բանտարկյալներ ունենք, չէ՞, մենք քանի եվրոպական կառույց կամ դեսպանություն հայտարարություն տարածեց, որևէ մեկը չտարածեց, հակառակը, երբ որ քննադատողական թեզեր են լինում, ասում են դա Հայաստանի ներքին գործն է։ Իսկ երբ որ Հայաստանում մի ծառ էր կտրվում, ինչի է դա Եվրամիության օրակարգում։ Ակնհայտ է, չէ՞, որ ռեալ պոլիտիկի շահերի քաղաքականության մասն ենք խոսում, մենք պետք է հասկանանք, որ այս պետությունը մերն է։ Եթե այս պետությունը մերն է, ուրեմն պետք է հասկանանք, թե ինչի են նրանք մեզ փորձում այսպես շակերտարու աջակցել իրենց շահերի համար, որ վաղը չեմ ասել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ փորձ են բացել կամ Ռուսաստանի այսպես ներգրավվածությունը այստեղ փորձեն Հայաստանի մասով զսպել, փոփոխել եւ այլն։ Այսինքն մեզ դարձնել լիովին ու ամբողջական այսպես ասած օգտագործում համար։ Այդ տեսանկյունից 26 ընտրությունները շատ կարևոր են, բայց շատ կարևոր բան ասեմ ես տեսնում եմ հնարավորություն, որ 26-ին երկրում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն։ Ես հնարավորության մասին եմ խոսում եւ դա չի լինելու ընտրություններով։ Դա լինելու է հետընտրական պայքարով, այսինքն մի քանի էլեմենտի մասով է լինելու։ Այդ ինչ զարգացումներ են լինելու, այսինքն։ Դրանք լինելու են համապատասխան զարգացումներ, երբ որ կամ Հայաստանի Հանրապետությունը կլինի, կամ ինքը կդառնա հարակից տարածք ինչ որ ռեգիոնալ ուժային բևեռների մասով, հա։
Այսքանով սահմանափակվեմ ես։ Հասկանալի է։ Եվ նաև հետընտրական զարգացում կարող է նաև լինել սահմանադրական փոփոխությունների հարցը, Բաքվից այդ պահանջը կա, որ պետք է փոխեք, այլապես խաղաղության համաձայնագիր չենք կնքի, եւ հիմա ասում են մարտ ամսին պատրաստ է լինելու այդ փոփոխությունների նախագիծը, ու արդեն Փաշինյանը հայտարարել է, որ սահմանադրության նոր տեքստում, նոր սահմանադրության մեջ չպետք է անկախության հռչակագրին հղում լինի, ինչից էլ կարճած է Բաքուն։ 2026 թվականին կախված այդ ընտրությունների արդյունքից Նիկոլ Փաշինյանը գնալու է բարեփոխման, այսպես ճակերտավոր ասած, կամ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը կապված է բոլոր այսինքն կապված է Ադրբեջանի այն պատկերացման հետ, որ որևէ կետ իրավունքի տեսանկյունից քաղաքական առումով, պատմության առումով, դպրոցի դասագրքից մինչև պետական կարևորագույն փաստաթուղթ չպետք է հղում ունենա ոչ Ադրբեջանի, ոչ Արցախի, ոչ ցեղասպանության տորակարգի։ Իդեպ սահմանադրական այդ փոփոխությունների շահառուն միայն Ադրբեջանը չի, նաև Թուրքիան։ Այո։ Այնպես որ 26-ից հետո ինքը գնալու է դրան, մինչև 26-ը հավանաբար տեխնիկապես չի հասցնի, օրինակ նայեք, վեհապարին փոխելու process-ն տեխնիկապես չհասցնի, որտեղ process-ները շատ արագ են գնում, անգամ այսպես խոսակցության ընթացքում հնչեցված պատասխանները կարող են մի ամսից հետո չեղարկվել լիովին, որովհետև ասենք ռեգիոնում պայմանական եմ ասում, հավանականությունը քիչ է, բայց սկսի մեծ պատերազմ Իրանի շուրջ օրինակ եւ այլն, ոչ թե Իրանի շուրջ հավանական, այլ հենց մեր զուտ մեր ռեգիոնում, հարավային Կովկասում։ Հիմա այդ սահմանադրական հանրաքվեին իրանք վաղուց են պատասխանել, հիշում եք մի անգամ ֆալ ստարտ եղավ։ Սահմանադրական հանրաքվեի փորձ եղել է, մի անգամ չեղարկել, չէ՞, հիշում եք։ Ասեմ ձեզ, որ հանրային ընկալումները սահմանադրական հանրաքվեի մասով բացասական են, բայց այդ խաղաղության թեզերը փորձելու ամեն գնով վաճառի հիմնականում մարզաբնակ հասարակության վրա, գիտեք, մարդիկ լարվածությունից միշտ չի որ սթափ են գնահատում քաղաքական գիտակցությունը անհրաժեշտ մակարդակի վրա է։ Դրա համար կարծում եմ, որ ինչ-որ մի փոքր հաջողություն այդ մասով կունենա, բայց ընդհանուր հանրաքվեի գաղափարը, փոփոխության գաղափարը Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշմամբ հանրային խիստ բացասական, այսպես անդրադարձի է արժանանում։ Գիտեք, այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Այո, այս սահմանադրությունը պետք է փոխել։ Սա փորձանք սահմանադրություն, սա գրպանային սահմանադրություն է եղել, բայց ոչ ինքը պետք է փոխի։ Պետք է փոխի այն ղեկավարը կամ այն թիմը, ում շահի ընկալումը Հայաստանի Հանրապետության պետության շահի հետ իդենտիկ է, նույնական է, եւ ոչ թե հակադիր է։ Իսկ իշխանություն ամեն գնով պահող մարդը չպետք է խոսի Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, որտեղ ինք իր համար առաջացին իր ապագան է կարող։ Այդ տեսանկյունից ինքը 26-ից հետո փորձելու է, ոչ թե երաշխավորված փորձելու է անցկացնի, ավելին ասեմ, այնպես են անել, որ մասնակցությունը քիչ լինի, որպեսզի կարողանան կեղծել։ Գանք մեր հարևանների հետ հարաբերություններին, ոչ ուղիղ իհարկե, բայց Ռուսաստանից։ Այդ հարաբերություններում կա լարվածություն, դուք ինչ եք կարծում, այդ լարվածությունը, այդ ճգնաժամը կաճի կխորանա, թե կմնա նույն մակարդակին եկող տարում։ Որպեսզի հասկանանք ինչպիսին է լինելու հայ-ռուսականը, պետք է հասկանանք, թե ռուս-ուկրաինականը եւ ռուս-ամերիկյանի եւ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները ինչպիսին են լինելու։ Արդեն մի քանի օր է Եվրամիությունից եւ այդ թվում Ռուսաստանից ազդակներ կան, որ մենք դեմ չենք Ուկրաինայի մասով խոսակցությունը, որովհետեւ ամեն դեպքում Եվրամիությունը կարծես իր վրա է վերցրել ուկրաինական պատերազմի թեման, պատերազմը շարունակելու թեման։ Իսկ այդ մեծ փող է։ Իսկ Միացյալ Նահանգները ճնշում են Եվրամիությունը միշտ չի որ տենց դրական իրավիճակում է հայտնվում։ Ուկրաինան մնացել է անտեր այդ իմաստով, այսինքն այդքան ֆինանսներ առաջիկա 2 տարվա մեջ պլանավորում կա 90 միլիարդի փող տրամադրել Ուկրաինային, այդ պլանավորումը ո՞րն է, այսինքն պատերազմը շարունակվելու է, թե չէ։ Ռուսները իրենց համար որոշել են, որ իրենք առաջ են գնալու, ինչ գնով ուզում են լինի, հա։ Դուք տեսնում եք, չէ՞, քաղաքներից ինչ են մնում։ Ու դա ռուսական խնդիր է, չէ՞, ռուսները փորձում են շատ դելիկատ հարվածել, հա։ Դուք նայում եք զոհերի քանակը պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության մասով, դրանք շատ քիչ են։ Եվ ռուսները իրոք հենց այդպես ուկրաինացիներն են, այսպես, adekvat ուկրաինական շրջանակները, այո, նշում են, որ իրենք լայն բնակչության թիրախավորման տակ երբեք չեն մտցնում բացառումը։ Այո, կարող է այնպես լինի, որ մի ամսի մեջ 40,000 զոհ ունենա Ուկրաինան, բայց դրանցից որևէ մեկը քաղաքացիական չի։ Հիմա իրեն գնալու են առաջ։ Ուկրաինան շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվում, այսինքն ծուղակի մեջ է հայտնվում, այսինքն ինքը իրան մատուցեց Եվրամիությանը ընդդեմ Ռուսաստանի, հիմա շատ վատ վիճակում է հայտնվել, մեծերը կպայմանավորվեն, արանքում կտուժի Ուկրաինան։ Այն մոտավորապես նույն մոդելը տեղայնացնել է Հայաստանի պարագայում, նույն մոդելը տեղայնացնել է Մոլդովայի պարագայում։ Վրաստանը դուրս եկավ այդ մոդելից։ Ասես որ մենք այլ ճանապարհ ունենք, դա մեր համար չի այդ կոստյումը։ Հիմա հայ-ռուսականի հետ կապված ռուսները ուրիշ ընկալումներ ունեն Հայաստանի հետ կապված։ Ասում են դուք ինքնիշխան պետություն եք, որոշեք ինչպես եք ապրում, ինչպես եք վարվում, ինչ եք անում եւ այլն եւ այլն։
անկախ թե մենք ինչ գին կվճարենք ռեգիոնում մնալու համար, մենք մեր քայլերը կձեռնարկենք։ Ըստ դրա դուք ռեակցիա տվեք։ Ըստ ձեր ռեակցիայի մենք գնահատական կտնենք, մեր մոտեցումները կցուցաբերենք, որովհետև որակը հարաբերությունների շատ այսպես փոփոխական է, գործող վարչապետը գնում է, ասա Հայաստան սկսում է ինքնիշխանությունից հիմար թեզերից խոսալ, ընդգծված հասկանալի հակառուսականության հետ կապված է, հետո գնում է Ռուսաստան, չգիտեմ, ինչերա ստորագրում, ասում է ՀԱՊԿ-ում մենք մեր ներգրավվածությունը սառեցրել ենք, բայց բոլոր որոշումների հետ համաձայն ենք։ Հասկանում եք, պետական ինքնիշխանության էլեմենտի փոխանցումը երրորդ կողմի։ Այսինքն, ինքը շատ հարմար է, ինքը շատ հարմար ՀԱՊԿ-ի գործընկեր է։ Հետո էլ ասում եմ, որ ՀԱՊԿ-ի դեմ ենք։ Ասում առանց մեզ ՀԱՊԿ-ն հանգիստ կապի, խնդիրը չի, որ ՀԱՊԿ-ն դա երազանքի կառույց է եւ այլն, չէ, դա չի հարցը։ Գեոպոլիտիկ փոխհարաբերություններն եւ միջպետական հարաբերությունները։ Այո, ռուսները տեսնում են ինչա կատարում Հայաստանում, տեսնում են թե Հայաստանում ովքեր են արդեն խորապես դիրքավորում, ուկրաինական խնդիրը ռուսների համար խնդրեմ ստեղծեց այստեղ ակտիվության մասով, բայց նաեւ խնդիր ստեղծեց իրենց ворթեգրած քաղաքականությունը եւ իրենց առաջնահերթությունները, բայց այն ծավալների եւ այն հզորության Պարագայում, որ ունի Ռուսաստանի Դաշնությունը, եկեք մենք իրենց մասին չանհանգստանանք, իրենք գիտեն իրենք ինչ են անում եւ ինչ գնով են անում, մենք չենք վճարելու, մենք մեր սխալների համար ենք վճարելու։ Ես կարծում եմ, կասեն Հայաստանի Հանրապետությունը թող որոշի, մենք ռեակցիաներ կտանք, իսկ ռեակցիաները կարող են լինել նաեւ շատ կոշտ։ Իսկ եթե Փաշինյանը վերընտրվում է, ինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլ կանի, թե ինքը հասկանում է, որ ամեն դեպքում դա։ Ոչ, անցյալում ասեց, ես ուղղակի երբևէ ամբողջ իմ մասնագիտական եւ սոցիալական կյանքում այդպեսի թեզ չէի լսել, որ այ երբ որ հնարավոր լինի հարմար լինի, մենք ցանկանանք երկե ԵԱՏՄ-ում էլ մնա, ԵՄ-ում էլ, ակնհայտ է, որ դրանք իրար հակադիր շուկաներ են, իրավապայմանագրային դաշտ եւ այլն, հա, մաքսային համակարգեր եւ այլն, ասում եմ, դե գիտեք, ասում եմ, մենք ցանկանում ենք գնանք Եվրամիություն, բայց հիմա ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում ենք, հիմա չեն կարող ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հենց հասկանանք, որ հարմար իրավիճակ է, կգնանք դուրս կգանք ԵԱՏՄ-ից կգնանք Եվրամիություն։ Գիտեք, սոցիալական կենցաղային շուստրի ընկալումից այս մարդը չի աճել։ Ու գիտեք ամենամեծ խնդիրը որն է, որ այդ իր վարկով ինքը խնդիրներ է ստացում նաև ուրիշների համար։ ԵԱՏՄ-ն մեր տնտեսության լոկոմոտիվն է, ամեն էլեմենտի մասով, շատ չդետալիզացնեմ, ասեմ ավելի, բայց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները մի քանի էլեմենտներ գահավիժել են։ 2026 թվականը տնտեսական առումով այդ թվերին ուշադրություն մի դարձրեք, որովհետև մենք աղքատանալու ենք 2026-ին էականորեն ֆինանսները, որ Հայաստանում գնում էին եւ գալիս էին, դրանք էականորեն նվազելու են, հա։ Հացի գնի, հոսանքի գնի հետ կապված էական փոփոխություններ են լինելու եւ այլն, հա։ Այնպես որ այդ տեսանկյունից ԵԱՏՄ-ից դուրս գալը դա Հայաստանի համար ես կասեի կատաստրոֆա է, որտեղ չկա այլ ընտրանք, հա։ Եվրամիության շուկաների բառը դա քարոզչական միֆ է։ Մեր տնտեսությունը չի համապատասխանում Եվրամիության տնտեսությունին, այսինքն իրենք ինչ են ասում, ասում են, եթե դուք գալիս եք ամեն ինչ պետք է համապատասխանի մեզ։ Մեր տնտեսությունը որևէ էլեմենտ չի համապատասխանում։ Իսկ տնտեսությունը պետք է, այսպես ասած, ջրեն, հա, զրոյացնեն ու սկսեն նորից սկսել ինչպես բալթյան երկրները արեցին այն ժամանակ, երբ որ մտան Եվրամիություն ու կատաստրոֆա էր իրենց մոտ։ Գիտեք, իշխանությունները վերջին տարիներին հայտարարում են արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին եւ այս գարնանը 2025 թվականի գարնանը մի այսպիսի նախագիծ էր ընդունվել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, իհարկե դա այլ ուժերի միջոցով բերվեց խորհրդարան։ Հիմա ուզում եմ հասկանալ, ամեն դեպքում կա Հայաստան Եվրամիության անդամակցության օրակարգ, թե դա ինչպես ընդդիմությունները ասում, ընդամենը բաժակաճառ է եւ Հայաստանի քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն, որ առնվազն 10, 20 կամ նույնիսկ 30 տարի այդպիսի օրակարգ պարզապես գոյություն ունենա։ Ասֆալտի վրա այդպիսի օրակարգ 10-20 տարի չի լինելու։ Քաղաքական առումով իհարկե կա։ Չնայած Միրզոյան Արարատ ասաց այդպիսի օրակարգ մեր մոտ չկա։ Միրզոյան Արարատը որոշող չի նախ, ինքը քարտուղար է։ Այն մարդու, ով քաղաքականությունը Հայաստանում ձևակերպում, հա։ Այո, ակնհայտ է, չեն ասի մենք Եվրամիություն ենք ուզում մտնենք ուրիշ շրջանակներով, բայց process-ներ են տանում, վիզաների ռեժիմների հետ կապված եւ այլն, խնդիրը այն չի, որ դիվերսիֆիկացիան վատ բան է։ Խնդիրը այն է, որ այն ինչ որ չի կարելի Ռուսաստանին, կարելի է Եվրամիությանը։ Ու այստեղ խնդիրը ամենամեծ խնդիրն է, որ Եվրամիությունը իրենց շահերը սպասարկում է Հայաստանի իշխանության միջոցով, երրորդ պետությունների մասով։ Ու դա այս պետությունը սկսում է Հայաստանի հետ ոչ մի կապ չունենալ, հայ քաղաքացիների ոչ մի կապ չունենալ։ Կգա ինչ-որ մի փուլ,
Այդ թվում նաև գիտեք ոնց Եվրամիության ներկայացուցիչներն էլ երբ որ սկսեցին այդ մասին խոսել Հայաստանում մեծ պատվիրակությամբ եկան Հայաստան, որպեսզի հայ ժողովուրդը իրաց նկատմամբ վերաբերմունք չփոխի, ասի գիտեք ինչ, երբ որ ձերոնք ասում են Եվրամիություն եւ այլն, չկա այդպիսի օրակարգ։ Այդ իրանց գաղափարն է։ Դուք դեռ երկար ճանապարհ ունեք, այսինքն Եվրամիությունը հասկացավ, որ կներեք վերջում հայ հասարակությունը մեղադրելու է իրանց սոցհարցումներում իրանց ռեյտինգն այչնելու, պետք է մի հատ զսպանակ ստեղծել։ Եկան Երևանի պետական համալսարան, հանրային լսումներ կազմակերպեցին տարբեր հարթակներում, չէ՞։ Դեպի parlamenti ներկայացուցիչները, եվրոպական parlamenti ներկայացուցիչները հասկանում են ինչի մասն է խոսքը, որ Հայաստանը ղեկավարությունը այդ թեման վաճառում է իր քաղաքացիների վրա, որ իբրև լավ ապագայի մասին, բայց լավ ապագան չի գալու մեծ հաշվով։ Հայաստանը դեռ պետք է այս ամբողջ այս փորձանքների շղթայի միջից դուրս գա, եթե դուրս կգա առհասարակ։ Այնպես որ Եվրամիության ապագան ասֆալտի վրա դա մեղմ ասած մշուշապատ է, իսկ քաղաքական առումով այո, այդ թեզերը վաճառել են մարդկանց համար, ասում դուք երջանիկ եք ապրել, բայց իրականությունից ոչ մի կապ չունի երջանկության։ Դուք տեսնում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց եւ ամենակարևորը դուք տեսնում եք, որ Թուրքիան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, այն Թուրքիան, որը այդ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը որևէ ձև չի վերաբերվում։ Թուրքիայի ղեկավարը արհամարում է գործող վարչապետին եւ դա ինքը ցույց է տալիս։ Թուրքիան որպես գերտերություն ռեգիոնալ եւ նաեւ գլոբալ դերակատար, լրջագույն դերակատար, սպասարկու հարճի վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ եւ դա իրենք ցույց դնում են։ Դա ոչ միայն Թուրքիայի մոտեցումն է, դա կապված է Հայաստանի գործող իշխանությունների պահվածքից։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ գործող վարչապետի իշխանություն պայելու խնդիր ունի, հետեւաբար ամեն ինչի գնալու է, փորձելու են ամեն ինչ վերցնել։ Թուրքիան ցանկություն չունի Հայաստանի հետ ինչ-որ խորացնել process-ները, իրաց տրամաչափ շատ ուրիշ է, էլի։ Մենք այստեղ Հայաստանում նստած մեծ բաներից ենք խոսում։ Թուրքական մի ինչ-որ համայնքի բյուջեն մոտավորապես Հայաստանի հնայի չափ է։ Թուրքիան այլ դերակատար է։ Ոնց որ իրենց շահերի պատկերացումը գեոպոլիտիկա։ Իզուր չի որ Էրդողանը երբ որ եկավ սկսեց Օսմանյան կայսրության ատրիբուտիկան այդ PR էլեմենտները, թուրքական փափուկ ուժը խոհանոցային, կինոմատոգրաֆի տեսանկյունից եւ այլն, չէ՞։ Հայտնվել է ինչ-որ մեկը, ով պատրաստ է սպասարկել Թուրքիայի շահերը, թուրքերն ասում են, դե ըստ իրավիճակի, ըստ անհրաժեշտության մենք երբեմն ինչ-որ փոքրիկ ժեստեր կանենք, ինչ-որ արտահայտություններ կանենք, բայց Հայաստանը իրենց հետաքրքիր այնքանով, որքանով որ Հայաստանը օղակա, պանթուրանիստական է Թուրքեստանի գաղափարի իրացման տեսանկյունից։ Ավելին ասեմ, ձևակերպման առումով ամերիկյան էքսպերտներից մեկը Ատլանտյան ասոցիացիայից ասաց Հայաստանը թուրքական աշխարհի կարևոր օղակն է։ Հայաստանը թուրքական աշխարհի, այսինքն մենք թուրքական աշխարհի մաս ենք դիտարկվում գործող վարչապետի ձեռամբ։ Ըստ մեր վարքաբանությամբ մեզ վերաբերվում են։ Այո, թուրքերը կարող են սիմվոլիկ ինչ-որ քայլեր ձեռնարկել, իդեպ դրա մասին նշեցին, որ եկող տարի կարող են ինչ-որ սիմվոլիկ բաներ, բայց Հայաստանը ինչ անում։ Ծիծեռնակաբերդն է փակել, անկախության հռչակագրի հետ կապված այդ ռևերանսները, դպրոցական գրքերի փոփոխությունները, պաշտոնական հրաժարումը ցեղասպանության եւ դրա պահանջատիրության հետ կապված իրավական process-ների հավանականությունից եւ այլն։ Հայաստանը դառնում է այսպես սպասարկու պետություն թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երկուսն էլ իրար հետ լավ խաղում են, այսպես ասած։ Սպասարկու ստացվում է իրաց մոտ, որովհետեւ իրանց վարչապետն է, հասկանում եք, իրանց վարչապետն է։ Սիմվոլիկ քայլեր, բայց ոչ երբեք սահմանի բացում։ Սահմանի բացում կարող են մարգարայի կամուրջով կարող է բացեն երրորդ պետությունների համար, իդեպ այդ թեման քննարկվել, այսինքն հայկական բեռնատարները չեն անցնում գնում, բայց ադրբեջանականները օրինակ մտնում են Հայաստանում ու գնում են Թուրքիա։ Հասկանալի է, հասկանալի է։ Մեզ չեն դիտարկում որպես սուբյեկտ։ Այո։ Մեզ դիտարկում են որպես սպասարկու, որպես մատուցող, որպես աղախի, որպես, չգիտեմ, սպասարկող անձնակազմ են դիտարկում։ Հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ մասնավորապես խաղաղության համաձայնագիր Բաքվից, ինչպես նշեցի, այդ նախապայմանը կա սահմանադրության փոփոխությունների, այլապես Ալիևը ուղիղ ասում է, որ չի կնքելու։ Բայց ամեն դեպքում 2026-ին այդ հնարավորությունը տեսնում եք, որ այդ պայմանագիր կոչվածը, խաղաղության պայմանագիր կոչվածը կկնքվի, դե իհարկե ընտրությունների ելքի արդյունքի հիման վրա։ Հակված է, որ ոչ։ Ոչ թե չի կնքվի, այլ Ալիևը փորձելու է շատ ավելի նոր նախապայմաններ եւ պահանջներ առաջադրել։ Եվ դրա մեջ հիմնականում առաջնահերթ օրակարգային հարցը Արևմտյան Ադրբեջանի թեզն է։
Այո, այդ 300,000 ադրբեջանցիները սպասում են։ Իրավական փաթեթավորումների ուղղությամբ իրանք ահռելի մեծ աշխատանք են տանում։ Աշխարհում փափուկ ուժի, տարբեր չինովնիկների, տարբեր հարթակներում միջազգային կազմակերպությունները Ադրբեջանը գնել է։ Այդ պետությունը ունի արտաքին քաղաքականություն, ունի սուբյեկտայնության գաղափար, ինքը փորձում է ամենտեղ աշխատի, որպեսզի իր աջակիցների, դաշնակիցների շրջանակը, համագնողների շրջանակը մեծանա։ Ինքը շատ լավ է հասկանում, որ եթե ինքը այդ ամենը չանի, շահերը չեն սպասարկվի։ Փորձելու է առավելագույնս ստանա Ադրբեջանը ինչ-որ մի փուլում առաջակաշելու 100-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու խնդիր, դա իհարկե Թուրքիայի հետ հնարավոր այսպես հարաբերությունների փոփոխության շրջանակում, հայ-թուրքականի փոփոխության շրջանակներում, նայեք ոնց ամեն ինչը կիսատ է հիմա։ Օրինակ այդ Թրամփի ուղում Թրամփը ներկա գտնվողը երաշխավոր չի։ Հիմա այդ նախաստորագրված չի։ Հայ-թուրքականը կիսատ է, եթե այսպես անենք այնպես։ Իսկ կիսատ ինչ-որ վիճակների մեջ ոչ մի հստակություն իհարկե չկա, այս գործող վարչապետը խաղաղություն է վաճառում, հասկանում եք, չկա ոչ մի խաղաղության էլեմենտ, չի էլ կարող լինել։ Երբ որ Ադրբեջանը 25%-ով ավելացնում են ռազմական ծախսերը եւ առհասարակ ռեգիոնում վառոդի հոտ է գալիս բոլոր էլեմենտների մասով, անգամ Ռուսաստանը ասում է ՀՊԿ երկրների նոր զինտեխնիկա են պատրաստվում մատակարարել, իսկ իրանք հասկանում են, որ վաղը չեմիսորը իրավիճակներ կարող են ու կտրուկ կարող են փոխվել։ Իզրայելը այսպես կոչված Թրամփի ուղու կամ Զանգեզուրի միջանցքի մասին է դատողություններ անում, Իրանը հակադրվում է, ոնց կնա Խաչմերուկը խաղաղության հետ կապ ունենա։ Հիմնական վթարները Խաչմերուկում են լինում։ Հայաստանի ղեկավարը փորձում է ցորենի կամ ասենք բենզին Հայաստան մատակարարելու այդ PR ակցիաների շրջանակներում մարդկանց համոզել, որ այ խաղաղությունը դուք ավելի լավ եք ապրելու, ավելի անվտանգ։ Գիտեք, ինքը շատ լավ է հասկանում հանրային զարգերակը, որտեղ մարդիկ լարվել են, մարդիկ ընտանիքներ են կորցրել, հայր երեխաներ են կորցրել, 5000 հոգի դեռ ավելին մարդիկ չեն սպանվեցին դավադիր կերպով, այդ մարդիկ ուզում են այդ խաղաղությունը հոգեբանորեն, ինքը շատ լավ է ձեռքերակ հասկանում։ Ու այդ առումով ինքը մանիպուլացնում է։ Բայց ես չեմ կարծում, որ այդ էմոցիոնալ վիճակից, որ մարդիկ դուրս են գալիս փողոց, հասկանում որ չէ իրավիճակը շատ այլական, քան այն ինչ որ իրաց մատուցվում։ Պարոն Ղևոնդյան, կանք նոր աշխարհակարգի ձևավորմանը, իհարկե դուք մի փոքր խոսեցիք ռուս-ուկրաինական պատերազմից, բայց այսպիսի մի հարց Թրամփը վերջերս փորձ է անում կարգավորել այդ հակամարտությունը, ավելի ճիշտ խաղաղության հասնել, եւ օրինակ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահի շուրթերից լսեցինք, որ իրենք պատրաստ են այդ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց Վլադիմիր Պուտինն ասում էր, որ ինքը չի տեսնում Կիևի կողմից այդ պատրաստակամությունը, որ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, ինչ է տեղի ունենալու այս ռուս-ուկրաինական ճակատամարտում, ինչ որ խաղաղության գալու են, ինչ որ համաձայնագիր կարող է ստորագրվել եկող տարին, սցենարներ կարող են։ Ես կարծում եմ, որ նույն տարին մեծ թիվ է։ Կարծում եմ, որ այդ բանակցությունները ակտիվորեն կշարունակվեն, ավելին ասեմ, Եվրամիությունը հասկացավ, որ առանց Ռուսաստանի չեն կարող եւ հակվածություն ունեն ռուսների հետ արդեն բանակցելու, իհարկե Ֆրանսիան նորից փորձելու իդեմս Մակրոնի առաջին ջութակի դերը խաղալ, ու արդեն այդ քայլերը կան։ Կարծում եմ Թրամփը դեմ չի, բայց Թրամփը վիրավորված է, որովհետեւ ինքը նախաձեռնություններով հանդես գալիս, ու այստեղ խնդիրը ոչ թե Ուկրաինան է, խնդիրը Եվրամիությունն է։ Թրամփը առաջադրում է առաջարկը տարբերակը, Ռուսների հետ ճշգրտում են, Ռուսները ասում են, օքեյ, որևէ խնդիր չենք տեսնում, ընդհանուր ռամաշնի փաստաթղթի համար դետալների իհարկե կքննարկենք։ Զելինսկին վազում է Եվրամիություն, այնտեղ իրան ասում են ինչ կանես, ոնց կանես, դեպքում գալիս ասում են, չէ, գիտեք, մենք սենց հարցերը մեր համար տենց խանդոտ են, խնդրահարույց է եւ այլն։ Հիշում եք Թրամփ Զելինսկի հանդիպում են հրապարակային, շատ բան չի փոխվել այդ մասով։ Զելինսկին մոտավորապես նույն Հայաստանի վարչապետի կարգավիճակում, պրոստը նա շատ ավելի անխելք էր այդ առումով, ինքը ավելի պակաս փորձառու էր, հա, դա էս պատվերով հոդված բաներ չէ գնում սրա դրա վրա։ Ամբողջականի ուղղակի բաներ ծաղրածու էր։ Որում լավ ծաղրածու տաղանդավոր ըստ Պուտինի։ Դե ցավալիորեն այդ ծաղրածուները քաղաքական օրակարգում 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ է խաղում, հետո տեղյանում են, ինչ-որ տեղյանում հիմնականում հենց այդ ծաղրածուների պետությունների հետ, հա։ Գլոբալ աշխարհում առևտուր է գնալու, երկար է տևելու, անկայունության ամենատարբեր նոր օջախներ են լինելու, արդեն կա, հա։ Թրամփը բիզնեսմեն է, բիզնեսմենի պատկերացում է, բայց Թրամփը ինքնուրույն չի այն իմաստով, որ ինքը չի կարող հաշվի չառնել մի շարք այսպես սուբյեկտների, ռեգիոնալ դերակատարների, բիզնես շրջանակների, խորքային
այսպես ինչ որ շերտերի շահեր ու այնեք հալադաթարի նախորդին Ուկրաինայի հետ պայմանագիր ստորագրեցին հազվագյուտ մետաղների այդ հանքերի փոխանցման osab ստացան չէ իրանք այդ իսկ իրանք շահը կարողացան չէ տեսնել թեկուզ եւ հալադաթար չկա թեկուզ եւ Ռուսաստանի հետ այդ հարաբերությունները չեն կարգավորված ամերիկացիները կարողացան իրեն շահը վերցնել դա բիզնես մտածողություն է դա լավ կամ վատ չի դա իրականությունն է հա ու այդ տեսանկյունից կարծում եմ այդ լուծումներ պետք է գտնեն այն ամեն ինչի ինչ որ արվել է պատերազմի ժամանակ Ուկրաինայում եւ դա խնդիր է որովհետեւ այնտեղ ահագին փող են կերել ու տարբեր շրջանակներ են կերել դրա մասին գիտեն բոլորը եւ պետք է ինչ-որ լուծումներ տան այդ առումով, հա, այսինքն Զելենսկին ոնց է մնում, ոնց է գնում, եթե ինքը հասկանում է, որ ինքը մի րոպե առանց իշխանության մնա, վերջին մոտավորապես Հայաստանի գործող վարչապետի ճակատագրին է, կարգավիճակում է մոտավորապես այդ տեսանկյունից։ Մեծ քաղաքականության մեջ մեծերը իրենց որոշումները կկայացնեն, առևտուրը կանեն, մի բան կստանան, մի բան կվերցնեն, մի բան կկորցնեն, բայց կգան ինչ-որ կոնսենսուսի։ Ովքեր են դուժելու Ուկրաինան է դուժելու է Մոլդովան, դուժելու է Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը չի դուժելու, որովհետև Ադրբեջանը մի փոքր այլ կերպ կարծում եմ այլ դիրքավորումներ ունի։ Եվ Միացյալ Նահանգներ Չինաստան այսպիսի մի եզրույթ կա առևտրային պատերազմ է այս երկրների միջև, ինչ է լինելու այս երկրների հարաբերություններում։ Գիտեք, ես Չինաստանի մասնագետ չեմ, Չինաստանը մոլորակ պետություն չի։ Պետք է շատ զգույշ խոսել, հատկապես այդ երկու պետությունների մասով, բայց իմ մոտ կա տպավորություն, որ իրենք այն ընտանիքներ կան, չէ՞ որ տարիներ շարունակ ապրում են իրար հետ, սիրում են ամուսինները իրար, բայց միշտ կռվում են։ Ոտած ատելության ու սիրո տես տարբեր վիճակներ են, չէ՞, դրսևորումներ են։ Առանց Չինաստանն ու ԱՄՆ-ն առանց իրար չեն կարող ապրել, իրար հետ էլ չեն կարող։ Կգա կարմիր գիծը, ես թերահավատ եմ։ Ավելի ես կարծում եմ, որ գալու է ինչ-որ մի շերտ, որ մի քանի ուժեղ պետություններ, գլոբալ ուժեղները, աշխարհը բաժանելու են։ Դրա ուրվագծումները հենց հիմա էլ կա։ Ռուսաստանի ղեկավարությունը այդ մասին բազմաթիվ անգամ ասել, որ աշխարհը այլևս ազդեցության զոնաների մեջ է։ Չինաստանը ազդեցիկագույն պետություն է, Չինաստանը տեխնոլոգիական պետություն է դառնում, իհարկե Չինաստանում կա սոցիալական հավասարություն, տեխնոլոգիական կյանքի մասով եմ ասում, իսկ Չինաստանը հզորագույն երկիր է, ազդեցություններով, գլոբալ ազդեցություններով, շուկաների ազդեցություններով եւ այլն, ԱՄՆ-ն տեխնոլոգիական առաջի պետությունն է աշխարհում։ Դրա համար է Ամերիկանի ռեսուրսները կենտրոնացնում հենց հնարավոր չի, դա Կիսինջերները այդ ասում, Բժեզինսկին ասում, իրանք բախման հնարավորություն կա, բայց այդ բախումից ով է շահելը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Չինաստանը, չէ՞։ Ամենակարևորը տնտեսությունն է այս պարագայում, հա, այսինքն չէ, Թայվանի համար պիտի իրար ռմբակոծեն ինֆանտիլիզմ է, ասենք։ Ռուսաստանն է լրջագույն դերակատար է դառնում։ Իդեպ ուկրաինական թեզը Ռուսաստանի ազդեցության շրջանակը էականորեն ավելացրեց։ Ռուսներին մեկուսացրեցին, ենթադրել, հիմա ով դրանից շահեց, Ռուսաստանը շահեց։ Ռուսական տնտեսությունը շահեց։ Ես չեմ ասում, որ կյանքի որակը ֆանտաստիկ բարձրացել է, ոչ, բայց ռուսները ոչ միայն չկորցրեցին, միակ պետությունը Եվրոպայում, որ տնտեսական աճ գրանցել իդեպ անցած տարի, դա Ռուսաստանն էր, որը աշխարհի պատմության մեջ աննախադեպ սանկցիաների տակ գտնվող պետություն է։ Ռուսները իրենց գինը վճարում են այդ համար, դա էլ իրանց ընտրությունն է։ Դա էլ իրանց ընտրությունն է։ Եվրամիությունը հասկացավ, որ ինքը պրոցեսներից դուրս է մնում։ Մեկ էստեղ, մեկ այնտեղ եւ այլն։ Շատ հետաքրքիր մի սիմվոլիկ դրվագ հիշեմ, երբ որ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը եւ Թրամփը ասուլիս էին տալիս, Թրամփը սիրում է այդպես ինչ-որ սուր հարցադրումներ անել, այսպես ռուսերեն ասած ուտկաներ են էլի կոչվում, այսինքն բադիգակցում, ասաց, հա դե մենք կարող ենք մի կողմ քաշենք, երբ որ ասենք թե դուք սկսեք Ռուսաստանի հետ արճակատել, այդ ժամանակ օպերատորը այսպես մեծ պլանով ցույց տվեց Թարմերի դեմքի արտահայտությունը, ասաց, կկարողանանք ռուսների դեմ մենակ ահասարսուր դեմքը տեսնեիք։ Ակնհայտ է, որ ռուսներին փորձում են ամեն կերպ, ասենք, հարվածել եւ այլն։ Ռուսաստանը դիեզերքից ոստանում է Ռուսաստանն է։ Ասել որ լավագույն կառավարչական, այսպես տեխնոլոգիական պետությունը չէ, բայց դու չես կարող չհաշվի չառնել այդ գերհզոր պետությանը։ Իհարկե դու հաշվի չես կարող հաշվի չառնել Հնդկաստանին, որը լրջագույն դերակատար է եւ այլն։ Այսինքն աշխարհը ենթադրում եմ ազդեցության զոնաների է բաժանվելու, Եվրամիությունն էլ կարող է ազդեցության զոնաներից մեկի տակ ընկնի իդեպ։ Մի մասը, օրինակ, Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։ Այսինքն կա հիմա Մեծ Բրիտանիա եւ Եվրամիություն։ Մեծ Բրիտանիայի դեսպանը ասում է 26 ընտրությունները Հայաստանում մերն են, փաստացիորեն, հա, մեր ընտրություններն են։ Եվրամիության հանձնակատարը ասում է մերն են։ Այսինքն երկուսը նույն շահի տիրույթում են, հա։ Ու պետք է նաեւ ընկալել, որ արևմուտքի ընկալումը ավանդական, որ մեզանում կա, հա, այսինքն Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Եվրամիություն, այլևս չկա Թրամփի իրականության մեջ։ Կան համագործակցություն, կան այսպես
տնտեսական շփումներ եւ այլն, բայց այն ընկալումը, որ կա միասնական արևմուտք, ավելին, ասեմ ինքը հակադիր արևմուտքի մասին կարելի է խոսել այսօր։ Եվ ամփոփենք մեր զրույցը 2026-ին ինչ որ սառած հակամարտության վերականգնում տեսնում եք, կարող է լինել ինչ որ միտեղ իրավիճակ է լինել։ Միգուցե մի քիչ սարկազմով ասեմ, Թրամփը կարծես թե 7 թե 8 հակամարտություն չէ, խաղաղություն բերեց այսպես օրը մեջ, բայց այդ ստորագրված փաստաթղթերի հաջորդ կամ մյուս օրերը այդ հակամարտությունները վերսկսում են։ Հավանաբար դրանցից մի քանիսը նորից կվերսկսեն, հետո նորից տեղի կունենա այդ PR process-ը եւ այլն, աշխարհը գնում է անկայունության սրացման, դա իհարկե տարբեր գործոնների հետ է կապված, դա ռեսուրսների վերահսկողության հետ է կապված, դա լոգիստիկ ուղիների հետ է կապված։ Օրինակ ես չեմ բացառում մեծ կենտրոնական Ասիայում հակադրության, կենտրոնասիական պետություններում անկայունության աճը։ Ես չեմ բացառում, որ Իրանի շուրջ իհարկե կարող են զարգացումներ լինել ու այդտեղ ոչ միանշանակ process-ներ կարող են լինել, հա։ Ադրբեջանին հենց այնպես չի, որ նաև հզորացնում են, բայց Ադրբեջանը հասկանում է, որ այդ process-ում իրեն, այսպես ասած, զոհելու են Իրանի դեմ process-ում, որևէ process-ում զոհելու են։ Իրանում իրավիճակները այդքան էլ միանշանակ չեն, ամենևին քան արտաքնապես թվում է։ Ամեն դեպքում անկայունության ստաբիլ այդպես աճ եմ ես պատկերացնում, ենթադրում, որ այդպես է լինելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։